Բարև ձեզ հարգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որի մասին մենք առանձին քննարկումներ ունեցել ենք, բայց օրերս առիթ առաջացավ նորից անդրադառնալու նոր տեսանկյունից, ոչ ավելի շուտ նոր տեսանկյունից, այլ ինչպես հանցագործության բացահայտման ժամանակ էր ասում, Երևան եկած նոր հանգամանքները ստիպեցին վերադառնալ այս թեմային, խոսքը 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած սպառնալիքն էր, որ 24 ժամ է տալիս Նիկոլ Փաշինյանին, որից հետո կհրապարակի փաստեր իր մասին, իր ընտանիքի մասին, հետո լրիվ ուրիշ ձայնագրություն հրապարակեց, մենք այդ թողարկման ժամանակ փորձել էինք հասկանալ, թե այդ 24 ժամվա ընթացքում ինչ պայմանավորվեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ, որ ի վերջո չհրապարակվեց այն, ինչ ինքը խոստանում էր հրապարակել, Եվ հիմա օրերս Սերժ Սարգսյանը մի խումբ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ըստ էության հենց մեր այդ թողարկմանը, ձևակերպումների օգտագործումից է նաև հասկանալի եւ այս թեմային միայն մենք ենք անդրադարձել այդ տեսանկյունից եւ ասած միտք, որը ստիպեց նորից անդրադառնալ այս թեմային։ Խնդրեմ, լսենք Սերժ Սարգսյանի օրեր առաջ մեզ տրված պատասխանին ուսանողների ներկայությամբ եւ շարունակենք։ Հիշեցնեմ 21 թվականի ընտրությունների նախընտրական փուլում ես մի օր հայտարարեցի, որ մի սենսացիոն ձայնագրություն եմ հրապարակելու, բոլոր շունչները բաց սպասում էին։ Ներողություն, բայց 99%-ը կարծում էր, թե ես ինչ-որ պորնո մատերիալ պետք է հրապարակեմ վարկաբեկելու համար։ Այնինչ շատ կարևոր բան, շատ կարևոր։ Երբ որ այդ մարդը ասում է, ես ինձ գժի տեղ եմ դնելու, որպես ես բանակցությունները վարի տամ։ Դե եթե դու գժի տեղ ես դնում, քեզ, այսինքն այդպիսին է քո վերաբերմունքը այդ հզոր կառույցի նկատմամբ, պատասխանը այդպիսին է լինելու, բա ուրիշ ինչպես պետք է լիներ։ Այսինքն դա մտածել է, որ ինչպես կարող է նայել Հայաստանի քաղաքացիների աչքերին եւ ստել, խոսել, պայմաններ թելադրել։ Նույնը կարող է անել համանախագահների հետ։ Դե արդյունքը տեսնում ենք։ Դուք լսեցիք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը առաջին իսկ նախադասությունից պարունակում է կեղծիք, որտեղ 2021 թվականին Սերժ Սարգսյանը չէր խոստացել հրապարակել ձայնագրություն եւ ժողովուրդը կամ հասարակության իր ասած այդ 90%-ը, անիմաստ տեղը չէր սպասում, որ ինքը պիտի հրապարակի շատ խիստ անձնական ինտիմ տեղեկություններ։ Սրա առիթը եւս տվել է Սերժ Սարգսյանն անձամբ, այնպես որ արձանագրենք, առաջին իսկ նախադասության մեջ կա կեղծիք, Սերժ Սարգսյանը տվել էր ոչ թե խոստում հրապարակելու ձայնագրություն, այլ տվել էր խոստում հրապարակելու փաստեր, ոչ թե փաստ, այլ փաստեր Նիկոլ Փաշինյանի եւ իր ընտանիքի մասին։ Բայց որպեսզի ես չլինեմ Սերժ Սարգսյանի խոսքերը փոխանցողը, ես կառաջարկեմ էլի վերադառնանք երրորդ նախագահին, լսենք 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրած իր ուլտիմատում միտքը եւ շարունակենք։ Եվ հիմա ձեր ներկայությամբ ես ասում եմ, ես դրան այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս, կամ պետք է մի փաստ ներկայացնի, մի փաստ, կամ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն է տեղը հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Մի փաստ, իրանք են անբարոյականը, նորից եմ կրկնում, 24 ժամ, իրենք է թեքյատները վաղուց են կրկնում, ինքը, իրենք քծնողները, իրենց է թայֆան, նույնիսկ և եվրոպական ամբիոններից են դրա մասին հայտարարել։ Պատկերացնեք Եվրոխորհրդարանում
Դրա մասին հայտարարել են։ Ես ինչ պետք է անեի։ Պետք է այնտեղ արդարանայի։ Կամ գայի այստեղ արդարանայի։ Հիմա ես ազատ մարդ եմ եւ իրեն ասում եմ, թող մի փաստ ներկայացնի։ Չներկայացրեց մորթելու եմ։ Դուք լսեցիք Սերժ Սարգսյանի 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչեցրած սպառնալիք պահանջը, հա, այստեղ դուք լսաք ձայնագրության մասին որևէ խոսակցություն։ Ոչ մի ձայնագրության մասին խոսակցություն, այսինքն 2025 թվականին Սերժ Սարգսյանը կեղծում է 2021 թվականի Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Եվ փորձելով, գիտեք ինչ, մի փոքր չքմեղանալ, ներկայանալ իբրև թե ինքը տեսեք ինչ արժե համակարգի կրող է, այ հասարակության այն 90%-ը, այդ ինչ քխ հասարակություն է, հա, որ երբ որ ասում են կհրապարակեմ ձայնագրություն իբրև թե բոլորը մտածում են թե պոռնո նյութ է հրապարակվելու։ Ոչ, նախ դուք փաստեցիք, որ Սերժ Սարգսյանը ոչ մի ձայնագրության մասին խոսք չի հնչեցրել։ Խոսք է հնչել փաստերի հրապարակման մասին Նիկոլ Փաշինյանի եւ իր ընտանիքի մասին, որից հետո հասարակությունը կթքի Նիկոլ Փաշինյանի երեսին եւ ինքը մարդկանց մեջ չի կարողանա դուրս գալ։ Սա ակնարկ էր, այո, որ ինտիմ բնույթի տեղեկատվություն է հրապարակվելու։ Բայց որpիսի էլի չասեք հանկարծ այստեղ ենթադրություն կա, չգիտեմ, Սերժ Սարգսյանը փաստ ասելով միայն ձայնագրություն է հասկանում, իսկ հատկապես փաստեր ասելով հասկանում է, որ այդ ձայնագրությունը ինտիմ բնույթի չի կարող լինել, եկեք գնանք հաջորդ օրը ուլտիմատման 24 ժամը լրանալուց հետո ինչ ասեց Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը շատ հանգիստ ասեց այնինչ մենք ենթադրել էինք, որ ինքը սպառնացել է կեղտոտ սպիտակեղենի այսպես հրապարակ բերել, բայց քանի որ ինքը այդպիսի մարդ չի, չնայած տիրապետում է տեղեկությունների, չի հրապարակի։ Խնդրեմ, լսենք ու շարունակենք։ Երեք հայտարարել էի, որ 24 ժամ եմ տալիս այս կապիտուլյանտին, որպեսզի իր կողմից տարածված կեղտոտ ստերը ինչ որ կերպ ապացուցելու համար որևէ փաստ ներկայացնի, որևէ փաստ։ Եվ 24 ժամը անցել է, ինչպես տեսնում եք, որևէ փաստ չկա։ Ես հենց դա էի ուզում։ Իմ նպատակը դա է, որպեսզի բոլորը համոզվեն, որ տարիների ընթացքում հերիուրանքներով զբաղվող մարդիկ ուղղակի ստախոս էին, ուղղակի վարկաբեկում էին, չունենալով ձեռի տակ որևէ փաստաթուղթ։ Եվ այս հարցը սրելու համար սպառնացել եմ իմ կյանքում առաջին անգամ, որ ես փաստեր կհրապարակեմ նրա ընտանիքի մասին եւ այդ փաստերը այնպեսին կլինի, որ մեր ժողովուրդը կթքի նրա վրա։ Ինձ մոտիկից ճանաչողները տարակուսում էին եւ նրանք ասում էին, որ Սերժ Սարգսյանը երբեք չի մտնի ընտանիք, իրենք բացառում էին որևէ փաստ եւ իրենք ճիշտ էին։ Այո, ես շատ երկար ժամանակ տիրապետել եմ բազմազան ինֆորմացիայի, բայց նաեւ վկաները դուք եք, երբեք որևէ մեկի ընտանիքի մասին ոչինչ չեմ ասել, որովհետեւ ես շատ լավ գիտեմ ինչ է նշանակում ընտանիք եւ ինչ է նշանակում ընդհանրապես կեղտոտ սպիտակեղեն հանել ու ցուցադրել մարդկանց։ Հիմա արգելի հեռուստատողներ, ես չեմ, դուք եք, հա, դուք երբ որ լսում եք կեղտոտ սպիտակեղեն, ընտանիքի մասին փաստեր հրապարակել, որից հետո ինք փողոց դուրս չի կարող գալ, մարդիկ կթքեն իր երեսին, ինչ եք ենթադրում, ինչ եք սպասում։ Այն սպասումը, որ Սերժ Սարգսյանը ասում է, որ հասարակության 90%-ը սպասում էր պոռնոնյութ, ինքն է առաջացրել։ Եվ ինքը չի երգում, այո, ասում է, որ տիրապետում է նման տեղեկությունների, բայց չի հրապարակում։ Հենց մեր նախորդ թողարկումը այդ չհրապարակման պատճառների մասին էր։ Բայց մինչ էլի դրան անդրադառնալը, ինձ շատ հետաքրքիր է, լավ, Սերժ Սարգսյանը փողի խնդիր չունի, չնայած երբեք բիզնեսով չի զբաղվել, եւ թոշակի հույսին էլ չի մնացել, հա, պետական։ Այսքան աշխատողներ ունի, այդքան ստատուս գրողներ ունի, այդքան կուսակիցներ ունի, որևէ մեկ ախր չի դրել էս երկու ելույթները իրար կողք,
գրվել է, չէ՞, երրորդ ելույթի հարցի պատասխանը եւս, չէ, գրվել է, քննարկվել է իր աշխատակիցների հետ։ Չեն ասել, ախր պարոն նախագահ, դուք ձայնագրության մասին չեք խոսել։ Դուք եք ասել ընտանիքի մասին փաստեր, հետո ասել եք կեղտոտ սպիտակեղեն։ Հասարակությանը խնդրում եմ չմեղադրեք, դուք խորհուրդ տայիք Սերժ Սարգսյանին։ Եվ խորհուրդ եք չկեղծել իրականություն, ինչ ձայնագրություն 2021 թվականին չի եղել առաջին հայտարարություն չի եղել ձայնագրության մասին։ Այո, հետո արդեն այսպես էշը ցեխից հանելու համար հրապարակվեց մի ձայնագրություն, որ իբրև թե այսպես բացառիկ ձայնագրություն էր, այդ ձայնագրությունը 2020 թվականի այդ ձայնագրության ավելի մեծ տարբերակը 2020 թվականի դեկտեմբերի 9-ին հրապարակել է Civilnet-ը իր հոդվածին կից։ Դա Նիկոլ Փաշինյանի եւ ԶԼՄ-ների խմբագիրների հետ հանդիպումից ձայնագրություն էր։ Այդտեղ ոչ մի բացառիկ բան չկար, որ մարդիկ ասենք առնվազն ամիսներ առաջ չէին լսել։ Բայց դրա մասին չի խոսք, հա, հիմա երբ հասարակությանը մեղադրում են, որ իբրև թե շեղված, խեղված պատկերած սեռաքաղց է այս հասարակությունը, դուք ասում եք ձայնագրություն, իրանք հասկանում են պոռնոյնյութ։ Ինչ է կեղծում իրականություն։ Իսկ երբ որ կեղծվում է իրականություն, այսինքն նույն իրադարձության մասին 3 տարբեր հայտարարություն, որոնք իրար հետ չեն բռնում։ Կեղծվում է իրականություն, նշանակում ինչ որ բան կա, չէ՞ տեղ թաքցնելու։ Նշանակում է ինչ որ բան կա այդտեղ թաքցնելու։ Խոսվեց փաստերի մասին, ինչու չհրապարակվեց փաստեր։ Փաստերը կարող են չհրապարակվել մի պարագայում, միայն մի պարագայում։ Եթե ուղիղ կամ միշտորդավորված Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերվեր պայմանավորվածություն, որ իրար նկատմամբ կոմպրոմատները չեն հրապարակում։ Եվ եթե հիշում եք, իսկ եթե չեք հիշում, կարող եք գնալ ինքներդ փնտրել, կտեսնեք, ուղղակի հաղորդման շրջանակում դժվար է դա ցույց տալ, էլի։ Գնացեք տեսեք, որ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը ուղղված Սերժ Սարգսյանին եւս մեղմվել է։ Այո, երրորդ նախագահի համար հեշտ է, ես ուսանողներին չեմ մեղադրում, մանավանդ շատ լավ ծրագրի ուսանողներ են, հայկական համալսարան, հրաշալի այսպես նախաձեռնությունը, ուսանողների առաջ շատ հեշտ է կեղծիք հրամցնել մարդկանց։ Այդ մարդիկ կոնկրետ այդ թեման ուսումնասիրած չեն, չգիտեն ձեր հայտարարությունները բառաց, եւ դուք ինչ էլ ասեք, այդ պահին ընդունելու են առաջ գնան։ Եվ Սերժ Սարգսյանը մշտապես այն վիճելի թեմաները, որոնք կան իր գործունեության հետ կապված, փորձում է դրանց պատասխանել մի միջավայրում, որտեղ հակադարձ հարցեր չեն հնչելու։ Ասեք այդ ուսանողները ուղղակի այդ թեմային տեղյակ չէին, հակադարձ հարց չէին էլ կարող տալ, կամ իր սիրելի ԶԼՄ-ների ներկայացուցիչները հակադարձ հարց չեն էլ կարող տալ։ Ցանկության դեպքում էլ չեն կարող տալ, որովհետև դրա համար չեն վճարվում, հա։ Եվ էլի հնչեցնում եմ առաջարկս երրորդ նախագահին, որ եթե իրականում դուք կարծում եք այդ հարցերի պատասխանները ունեք, մենք ենք, չէ՞, բարձրացնում այդ հարցերը։ Խնդրեմ հնարավորություն ստեղծեք հենց մեզ պատասխանելու այդ հարցերին։ Մեր հարցերին պատասխանելու եւ ստանալու հակադարձ հարցեր, խաչաձև հարցեր եւ պատասխանելու նաեւ այդ հարցերին։ Թե չէ ակնհայտ այսպես կեղծիքը հրամցնել, հա, առաջին հայտարարություն չի եղել ձայնագրության մասին, ասում եմ ես խոստացել էի հրապարակել ձայնագրություն։ Ոչ, դուք խոստացել եք հրապարակել փաստեր Նիկոլ Փաշինյանի եւ իր ընտանիքի մասին։ Հետո ասել եք, որ դա կեղտոտ սպիտակեղեն է, որ դուք դա չեք կարող հրապարակել։ Ցանկացած գիրք կարդացած մարդ, այսինքն գրականության հետ ծանոթ մարդ, գիտի գրականության մեջ կեղտոտ սպիտակեղեն այդ փոխաբերական իմաստով ինչու է օգտագործվում։ Դա մարդու ինտիմ գաղտնիքների մասին է խոսքը գնում։ Դա կարող լինել նեղ անձնական տեղեկատվություն, ինչ-որ սեռական բնույթի տեղեկատվություն, սեռական կողմնորոշման մասին տեղեկատվություն, որևէ մեկի կնոջ կամ ամուսնու ոչ բարոյական վարքագիծ ունենալու մասին, հա, տեղեկատվություն դրա մասին։ Իհարկե նախորդ հաղորդման ժամանակ էր ինձ համար միշտ եւ բոլոր նման քննարկումներում ինձ համար միշտ հարց է առաջում, թե ինչու է պետությունը մտնում տարբեր քաղաքական գործիչների անդրավարտիքների մեջ։ Եվ հիմա գլխավոր հարցը սա է, նորից վերադառնալու նախորդ թողարկման հարցին։
Դե այդ ինչ պայմանավորվեցիք, պարոն նախագահ Նիկոլ Փաշինյանն էլ որ չհրապարակվեցին այդ փաստերը։ Այդ որ ասում եք, որ բոլորը գիտեն, որ դուք որևէ մեկի ընտանիք չեք պետք։ Հա, բայց այդ մարդուն դուք հրաչակել եք դավաճան։ Այդ մարդը մտել է 150,000 արցախցիների ընտանիք, այդ մարդկանց վտարել է իր երկրից։ Այսինքն այդ ինչ կարմիր գիծ կա, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պահում եք։ Որ օրվա համար եք պահում այդ կարմիր գիծը։ Իսկ արդյոք դուք այդ մարդու ընտանիք չեք մտնի, երբ որ օրինակ ինքը փորձի խլել ձեր հարազատներին պատկանող շատ խոշոր կապիտալը կամ փորձի ձեզ մեկուսացնել։ Այսինքն ինչ պիտի աներ այդ մարդը, Արցախից կարևոր, դուք եք ասում, չէ՞, Արցախից կարևոր թանկ բան չկա ձեր համար։ Արցախից կարևոր ինչ կա, որի պարագայում միայն կհրապարակեք այդ փաստերը, որ ունեք։ Կամ եթե մարդը հրճակվել է թշնամի, ազգի դավաճան, ձեր թիմակիցներն են, չէ՞, ասում դրա մասին, ամենահաճախը։ Ապա ով ասես, որ թշնամու նկատմամբ կան ինչ-որ կարմիր գծեր, եթե մարդը, այսինքն դուք Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կյանքի, անձնական կյանքի գաղտնիության իրավունքը գերադասում եք հայ ժողովրդի, արցախահայերի կյանքի իրավունքի նկատմամբ, պետականություն ունենալու իրավունքի նկատմամբ։ Սա է ստացվում, որովհետև կամ պիտի հրապարակային ասեք, որ կեղծել եք էլի, սուտ է եղել են ձեր հայտարարությունը, որ ինչ-որ փաստերի եք տիրապետում։ Ես վստահ եմ, որ դուք ունեք նման փաստեր։ Կամ պիտի ասեք, որ այդ փաստերը կան, բայց դա ձեր անձնական օգտագործման համար են, այսինքն ձեր անձնական իշխանության հետ փոխհարաբերությունների տալ առնելու պայմանավորվածությունների շրջանակում են դրանք ձեզ պետք։ Իսկ Հայաստան, Արցախ այդ հարաբերություններում Հայաստանի շահերի պաշտպանություն, Արցախի շահերի պաշտպանության պարագայում այդ փաստերը չեք գործածել։ Ուրիշ եզրահանգման դժվար է գալ։ Էլի վերադառնալով ասում պարոն նախագահ, եթե դուք իրականում կարծում եք, որ վստահ կարող եք պատասխանել այդ հարցերին եւ դրանցից ձեր պատասխաններից հետո հնչող հակադարձ հարցերին, բա հնարավորություն ստեղծեք մենք այդ հարցերը տանք։ Հանգիստ միջավայրում առանց ղժբժոցների ինչ որ կողքից էլի խոսքը խանգարող հանգամանքների մասին է։ Հանգիստ միջավայրում ինչպես 1-2 անգամ դուք տվել եք հարցազրույց։ Այդպիսի հարցազրույց մեզ տվեք ու կտեսնենք այդ ձեր պատասխաններ են թե ոչ կամ դրանից հետո հարցեր առաջանում են թե ոչ։ Այսքանը լավ մնացեք, կհանդիպենք եւ կսպասենք իհարկե պատասխանին, որ ի վերջո երրորդ նախագահ այսպես վճռական դիրք կզբաղեցնի եւ մեր եթերում տարբեր այլ եթերներում տարբեր այլ մարդկանց միջոցով հնչեցվող հարցերին չի պատասխանի թեմայից անտեղյակ ուսանողների առաջ։ Այլ կպատասխանի մենք լրատվամիջոց ենք, հրավիրում ենք ձեզ մեր հարցերին պատասխանելու։ Առանց ինչ-որ աղմկոտ միջոցառման, հա, այսպես հանգիստ կնստենք, մեր հարցերը կտանք, կարող ենք մենք գալ ձեզ մոտ, հարգելով ձեր նախագահի կարգավիճակը, կգանք ձեր ուզած վայրում, ձեզ ուզած ժամին, կտանք այդ թվում ձեր ուզած հարցերը, որոնք դուք կարծում եք, որ այդքան շատ լավ պատասխանում եք։ Լավ մնացեք, կհանդիպենք։